Ական 85 Ական գործնական Ինչ գործունյա տղայա է, բա մարդ մի հատ աղջիկ չունենար հարց տար, մեռա ասելով, աղջիկ բեր, հենա ուր են տղեքդ, թռան գնացին, ասում են ստեղ գործ չկա, բայց տղեքը ոնց են անում, շաբաթ 2 սամալյոտ ապրանք են բերում, կեսը ծախում են, կեսը բաժանում են մարդկանց։ 1992 թվականներ Գործունյա տղերքը գործի էին անցել։ Սովետի փլուզումից հետո, երբ մասնագիտությունները հետին պլան մղվեցին, ամուր նյարդեր ունեցող մարդիկ ստիպված սկսեցին փորփրել սեփական եսը, ինչի արդյունքում այնտեղից նոր տաղանդներ հայտնաբերվեցին։ Աշխույժ պրպտող մարդիկ քարից հաց էին քամում, իսկ նոր ձևերին չհարմարվողները հոգու հարստության հաշվին փորձում էին աղքատության հետ լեզու գտնել։ Սենտիմենտալությունների համար ժամանակ չկար, աշխատել էր պետք։ Հա, մամ ջան, ինչ կարամ անեմ, հո իրա տեղը չեմ աշխատելու, բա իմ տունը ով պահի, գիտես քանի անգամ եմ մոտներս գործ առաջարկել, ասում եմ ամեն շաբաթ ապրանք ա գալիս, արի քեզ կշեռքի վրա դնենք, ապրանքի քաշը ստուգի, բաց թող, ինչա կարող ա մեկ-մեկ տղերքին օգնի, ապրանքին ձեռք գցի, ասում ա չեմ գա, մատներս կվնասեմ, հետո չեմ կարա նվագեմ, դե ինչ ասեմ, թող մնա տունը, երեխեքի համար նվագի, կշտանան։ Շատ փոքր էի, բայց մի քանի անգամ հորս ու քեռուս հետ ապրանք դիմավորելու գնացել եմ։ Ռոստովից ու Տագանրոգից սննդամթերքով ու պարենամթերքով բարձված Ան-24 բեռնատար ինքնաթիռները այսպես կոչված փոքր այրոպորտում վայրեջք էին կատարում և արագ բեռնաթափվում, որովհետև խեղճ սովետական ինքնաթիռները երկար կանգնելու ժամանակ չունեին, միշտ գործի մեջ էին, պետք է հետ վերադառնային։ Այդ օրերի ամենից տպավորիչ դրվագներից մեկն այն էր, երբ երեխաներով հայտնվել էինք երշիկներով բարձած բեռնատարի թափքում։ Բժշկական և խառը երշիկները իրար վրա էինք շպրտում։ Մինչ մենք տարատեսակ ապրանքներով լկստվում էինք, այդ ողջ ընթացքում քեռին և ընկերները, չէի ասի մաքսազերծման գործընթաց, բայց ինչ-որ թղթաբանական հարցերի մեջ էին։ Այն օրերին ներկրվող ապրանքի ինվոյսը հիմնականում կանաչ գույն ուներ։ Ապրանքատեսականին բազմազան էր։ Մի քանիսը թվարկեմ, որպեսզի բազմազանության մասին պատկերացում կազմեք։ Երշիկեղեն, գրեչկա, բենզին, ձեթ, սպիրտայրոց, զուգարանի թուղթ, հավի բդեր, օճառեղեն, մոմ և այսպես շարունակ։ Ամառային շոգ օրերին ներկրվող սառնարանային ապրանքները տարբեր վայրերում էին պահեստավորվում։ Էլ Ռելեի գործարանի սառցարանում, էլ Հայ սառցարանում, ԱՏՍ-ների սառնարաններում, մի խոսքով բոլոր Լևի լույս քաշելու տեղերում։ Մի խմբաքանակ 7 տոննա հնդկահավի ճակատագիրն օդում արդեն պարզ էր։ Ինքնաթիռը դեռ վայրեջք չէր կատարել, լուրեր տարածվեցին, որ գազատարը պայթեցրել են, ու հանրապետությունում երկար ժամանակ հոսանք չի լինելու։ Հնդկահավը ձմերուկ չէր, որ գցեինք գետի մեջ սառը մնար։ Որոշ քանակ հասցրին վաճառել, ավելի մեծ քանակ որպես բարեգործություն բաժանեցին տարբեր մարդկանց, իսկ մնացածը, որն արդեն պիտանի չէր, նույնիսկ գազանանոցը չէր վերցրել, որովհետև գիշատիչ կենդանիներ համարյա թե չկային, որ սպառեին։ Կենսական նշանակություն ունեցող մթերային և պարենային այդ ապրանքները պարբերաբար ներմուծվում, մի մասը վաճառվում, մի զգալի մասը անվճար, անհաշվարկ բաժանվում էր մարդկանց, և դա հավանաբար այդ գործի գլխավոր հաջողությունն էր։ Կուլկուլ մականունով լուսահոգի Վրամը պապիս միջնեկ եղբայրն էր։ Կամավոր էր, պարբերաբար գալիս էր պահեստ, քեռին և ընկերները ուազիկը տարատեսակ ապրանքներով բարձում ճանապարհում էին ռազմաճակատ, հետո նոր հանգիստ խղճով կպնում էին գործերին։ Տարբեր տեղերից գալիս ապրանքները տանում վաճառում, որոշ ժամանակ հետո գումարները բերում, նոր ապրանք էին տանում։ Բնականաբար, որոշ մարդիկ չէին վերադառնում, կորում էին, մեծ խոսակցություններ էր լինում։ Նմանօրինակ հարցերով հատուկ մասնագետներն էին գործի անցնում։ Այս ականը գրելուց առաջ հիշողությունս թարմացնելու համար քեռուս հարցրի. «Բա եթե հազիվ զրո էիք կանգնում, ձեր օգուտը ո՞րն էր»։ Արդեն 70 տարեկան քեռիս ժպտաց, աչքերը թրջվեցին, ձայնը տաքացավ, հպարտության հոգոց հանեց ու տրամաբանական հարցիս ավելի քան տրամաբանական պատասխան տվեց։ Իմ տղա, մեր օգուտը էդքան մարդու գործի մեջ պահելն էր։ Մարդիկ տուն էին պահում,
Մեր բոլոր ծանոթներն ու հարազատները օգտվում էին։ Երկրում պատերազմ էր, աղքատություն։ Դուք ցուրտն եք հիշում, իսկ մենք հիշում ենք, թե ինչեր էինք անում, որ ձեր համար ցուրտ չլինի։ Ով ինչ շնորհք ուներ գործի մեջ էր դնում։ Մենք էլ Ռուսաստան կանալներ ունեինք։ Տղերքը ապրանքը բարձում ուղարկում էին, ծախում էինք, մարդկանց էինք օգնում, ու եթե հաշվի առնենք, թե ընթացքում ինչքան մարդ էր օգտվում, զրո կանգնելը արդեն մեծ օգուտ էր։ Բայց դե լավ փողերել էինք առնում։ Իմ մյուս ավելի տափակ հարցին քեռին համահայկական պատասխան տվեց։ Քեռ, իմ հիշողության մեջ ամենատպավորիչ պահը ապրանքի գալու օրերին ձեր հետի ավտոմատավոր մարդիկ էին։ Ումից էիք պաշտպանվում։ Դե վտանգավոր ժամանակներ էին։ Ռեկետ կար, բան կար, բալես։ Եթե մարդու երեխեն սոված է, մարդն ամեն ինչի պատրաստ է։ Այդ օրերին սեփական երկրում պաշտպանվելը հաստատ ավելորդություն չէր։ Մեր պատմությունը մեզ շատ դասեր ա տվել, բայց մենք այդքան էլ սովորող չենք։ Ահա այսպես պատասխանեց քեռիս, որը մինչև անկախությունը Նորաշեն գյուղի դպրոցում հասարակագիտություն, պետական իրավունք և հայ ժողովրդի պատմություն էր դասավանդել։ Քեռ ջան, ծնունդդ շնորհավոր։ Ապրածդ 70 տարիների ընթացքում հազարավոր լավ գործերիցդ այս ականում ընդամենը մի փոքրիկ մասն էր։ Փոքրիկ, բայց այդքան կարևոր և ուսուցողական, ինչի արդյունքում ևս մեկ անգամ ապացուցվում է, թե որքան կարևոր բան է մարդ և մարդասեր լինելը։